Մեկ գիշերում հեղուկ գազի գինը որոշ գազալցակայաններում 320 դրամի է հասել։ Վարորդներն անելանելի դրությունից դուրս գալու համար կատակում են։ Իրենց մեքենաների ամբողջական լիցքավորված բալոններն առաջարկում են փոխանակել բնակարանների հետ, տանտիրոջ կողմից մեծ հավելավճարով։ Ես միշտ 3000 եմ լցնում, 150 դրամ էր, 160, հիմա դարձել է 300 մոտ, մեկին 100% բարձրացել։ Մայրաքաղաքի գազալցակայաններում լուսատախտակներին 290 դրամ է երևում։ Վարորդների խոսքով իրենց բարձրացրած աղմուկի ֆոնին է 320-ից 290-ի չել գինը։ Բերողների ձեռն է, ուզում են թանկ են ծախում, ուզում են էժան են ծախում, ինչ ուզում անում են, էլի։ Մի հատ պետք է ստաբիլ գին որոշեն վերջնական, որ ասենք մարդիկ իմանան, էլի։ Թանգա, էժանը, ասենք ոնց է, սրեդնի գինը, ինչա, որ իրանք իրենց անելունի իմանան։ Հեղուկ գազի բարձր գինը հատկապես ծանրհարված է տաքսիստների գրպաններին։ Առավոտից գիշեր աշխատում են, բայց եկամուտը հազիվ գազին է հերիքում։ 2000-ի լցում եմ, երևի մի 100 կիլոմետր չեմ քշում։ Իսկ առաջ, որ 2000-ի լցում էինք, գնա քշում էինք, էլի։ Քեֆների իշքան ուզում է, այդքան է բարձրացնում են, ուզենան իջացնեն։ Այս արդեն Ես երկիրը արդեն ապրելու տեղ չկա։ Հեղուկ գազը Հայաստան է մտնում Ռուսաստանից ու Իրանից։ Տնտեսագետները պարզաբանում են, խնդիրներն սկսվում են ձմռանը սահմանափակումներով գործող Վերին Լարսի անցակետից։ Իրանում էլ քաղաքական իրավիճակն է լարված։ Պատահական չէ, որ Հայաստանի որոշ լցակայաններում գազի դեֆիցիտ էլ կա, վառելիքն անհրաժեշտ ծավալով երկիր չի մտնում։ Սովորաբար ձմռան ամիսներին, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին մենք ունենում ենք Վերին Լարսի անցակետի աշխատանքների որոշակի սահմանափակություն, որը իր ազդեցություն է թողնում հեղուկ գազի մատակարարումների վրա։ Երկու ուղղությամբ էլ մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ եւ այդ խնդիրները ցավոք սրտի դեռ մի քանի շաբաթ է կարող են շարունակվել, հաշվի առնելով եղանական եւ քաղաքական իրավիճակը։ Սուրեն Պարսյանը նկատում է, կառավարությունը ոչինչ չի անում շուկան վերահսկելու համար, տնտեսվարողները օգտվելով իրավիճակից թելադրում են իրենց հարմար գները։ Խնդիրը կարող է նրանում, թե պատկան մարմինները իդեմս մրցակցության հանձնաժողովի եւ կառավարության որքանով են այս ոլորտից տեղյակ եւ հասկանում, որ շատ այսպես ճգնաժամային իրավիճակներում պետք է ուշադրություն դարձնել տարեկան ներկրողների քանակի վրա, այլ կոնկրետ տնտեսվարողների, որոնք ունեն պայստավորման հնարավորություններ, կարողություններ եւ որոնք սկսում են գին թելադրել շուկայում։ Եթե հեղուկ գազի գինը շարունակի թռիչքաձև աճել, շատ վարորդներ մտադիր են անցնել բենզինի։ Բայց որ ադրբեջանական բենզինը ոչ մեկը չենք լցելու, դա փաստ է։ Ով լցի ինքը թուրք է ուրեմն։ Ինչ գործ ունենք ադրբեջանական բենզինը, ինչ գիտեք դրա մեջ ինչ է, կարող լցես բակիդ մեջ տրակես դու էլ մեքենատով։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։